Պարոն Բաբայան, մենք ձեր կուսակցության գրասենյակներից մեկի նախասրահում ենք, ասեմ իմ առաջի տպավորությունը, եթե չիմանայի ուր եմ եկել, վերջի բանը որ կմտածեի, դա կուսակցությունն է։ Ինչի է այսպիսի դիզայն եւ նորոգում։ Երևի նկատել եք, ինքը ավելի շատ մինիմալիստական ոճի է, այսինքն մինիմալիզմը ավելորդ բաներ շատ չկա, դե հետո նենց էլ չի, որ սա մենք ենք վերանորոգել։ Ուղղակի ես վերանորոգումը եղել է, մնացածը հարմարացրել ենք, էլի ասենց ասեմ, սա լինելու է կենտրոն համայնքի մեր նախընտրական շտաբը նայեր։ Կարծում եմ, որ առանձնապես տենց շո բանով չի տարբերվում, էլի ուրիշ կուսակցություններից։ Ինքը բան ասենց փայլը շատ է, սպիտակ պատեր, տարբեր իրեր եւ այլն, ինքը չի խանգարում աշխատանքի կուսակցական, բացարձակ։ Ինքը տենց ճոխություն չկա այդտեղ ամենայն դեպս, տենց նորմալ մթնոլորտ է, կարծում եմ ավելի հետաքրքիր մարդկանց համար, տենց ծանր բաներ չկա, ես չեմ սիրում տենց շատ ծանր բաներ, թեթև էլ էսած ասեմ, թեթև է։ Այդ ընթացքում կբացահայտենք ինչեր կան, բայց քանի որ այստեղ ենք, այս իրերը բայց ձերն են։ Այո, ձերդ եք բերել, ինչ է այստեղ կատարվում։ Դե լրիվ իմը չեն, նաև մեր կուսակցականներն են, բայց այս բանի մասին կուզեի ձեզ ասեի, այս խաչի ձեռագործ, այս խաչի ինձ են նվիրել նախընտրական կամպանիաներից մեկի ժամանակ եւ մի տատիկ է ինձ նվիրել 2012 թվականի օրը ընտրվում ենք խորհրդարան բարեմաղթանքներով, որ Աստված մեզ օգնի, որ մենք մեր ժողովրդի համար կարողանանք մի լավ բան անենք։ Այստեղ հետևում ինքը նույնիսկ գրել է իր ձեռագրով, կամպանիաներից մեկի ժամանակ է ինձ փոխանցել, ու 12 թվականից մինչ այսօր ես սա պահում եմ իմ գրասենյակներում կամ գրասենյակում, միշտ ինքը ուղեկցում է ինձ, ու ես հավատում եմ, որ դրական էներգիայով ինչ որ մեկը քեզ բարեմաղթանք է նվիրում կամ նաև չոր իրա տալիս, այդ իրի գոյությունը իսկ արդեն դրական էմոցիաներ եւ դրական բանը լիցքեր է տալու մարդուն։ Իսկ հաճախ ես նվերներ անում եւ այլն այդ կապակցությամբ։ Դե այդ կապակցությամբ չի ասի, որ տենց հաճախ, բայց լինում է, դեպքեր լինում է, բայց հիմնական հրաժարվեք նվերներից։ Դե տենց բարձր պաշտոններ չեմ զբաղացրել, որ տենց նվերներ տամ, որից էլ ես կարողանամ հրաժարվել։ Դե բայց էլի կարա հիմա էլ նվեր լինի, որ չէ, տենց նվեր չեմ ստացել, որից կարողանայի հրաժարվեի, իմաստ չլիներ, եւ տենց թանկարժեք նվերներ չեմ էլ ստացել, կարելի ասել։ Ու այստեղ sense հայկական շատ սիմվոլիկա կա, նուր, լիքը նուր կա, եկեղեցիներ։ Դե Հայաստանի Հանրապետության դրոշն ու զինանշանն, իհարկե, եկեղեցին։ Սա պատահական հավաքվել, թե դուք հատուկ սա նախասրահում դրել եք, որ մարդիկ մտնեն ու բան հասկանան։ Հիմնականում կարելի ասել նաև պատահական եւ որոշ բաներ ոչ պատահական, չէ ուզենա շատ տենց խորանալ, բայց կարծում եմ սիմվոլիկան մեծ դեր է խաղում մարդու գործունեության մեջ, ազգային պատկերացումները, ազգային գաղափարները եւ մեր պետության վերաբերյալ խորհրդանիշները կարծում եմ մեզ պետք է ամենուրեք ուղեկցեն եւ դրոշը եւ զինանշանը եւ մեր հիմնական, այսինքն առաջնահերթը մեր պետությունն է, մեր պետության դրոշն ու զինանշանն, հետո նոր կուսակցական լոգոներն ու հասկացա։ Այսինքն այդ տրամաբանությամբ է այս ամեն ինչը նախասրահում, որ մարդ մտնի, հասկանա ինչ է կատարվում, իսկ հետո ուր է հայտնվում։ Ես նաև ձեզ ասեմ այս նկարները որ տեսնում եք, ուզենայի նաև ձեզ ասեի, այդ նկարները ես եմ նկարում։ Ու ազատ ժամանակ երբ որ ունենում եմ, ես абստրակտ տենց ոճի նկարներ եմ նկարում, սա իմ նկարներն են։ Ուրեմն հետո կգնանք այնտեղ հարցեր առաջացան։ Սկսենք արդյոք պրոֆեսիոնալ սովորել եք նկարել եւ այլն։ Ընդհանրապես զուտ հոբի որպես։ Զուտ հոբի։ Եկեք հենց այս նկարը օրինակ ինչ է, ես մի քիչ абստրակտ նկարչությունից գլուխ չեմ հանում։ Ինքը ով ինչ ուզում, ասում է նկարում է, ով ինչ ուզում ասում է։ Հիմա բայց անմիջական նկարողին շանս կա հարցնելու ինչ եք նկարել այստեղ։ Սա նշանակում է տիեզերք եւ խորհրդանշում է տիեզերքը, այսինքն այն աշխարհը, որի մեջ բոլորս ապրում ենք եւ ավելի մեծ է վերցրած գաղափարը։ Չգիտեմ, ես տենց եմ պատկերացրել եւ նկարել եմ։ Իսկ հիշում եք այդ process-ը ոնց ա եղել, ինչու որոշեցիք տիեզերք պատկերեք։ Գիտեք, տենց բաները որոշելով չի լինում, ինձ թվում է, եթե դա նկարչության հետ է կապված եւ արվեստի ինչ-որ մի որ ճյուղի, մարդը ուղղակի տես ցանկանում է, ինչ-որ բան անում է, բանաստեղծություն է գրում, նկարում է, երաժշտություն է գրում, ինձ թվում է տես տարբեր բաներ են։ Այսինքն կարող է այստեղ էլ նստած լինեք, պայտակ որոշեք։ Եթե ժամանակ ունենամ, ցավոք սրտի արդեն երկար ժամանակ դրանով այդ իմ սիրած հոբիով չեմ զբաղվում, բայց որ ժամանակ լինում է,
Ամենայն դեպս մեծ սիրով, որ ասում եմ, աշխարհից կտրվում ես եւ փորձում ես մի քիչ ավելի դրական զգալ քեզ, էլ։ Իսկ մյուս կտավը Մյուս կտավը խորհրդանշում է իրականություն, տենց է կոչվում, եւ խորհրդանշում է տարբեր պատկերացումներ, գույներ եւ դառը բաներ եւ պոզիտիվ բաներ եւ նույնիսկ կյանքը, էլի։ Այսինքն դուք էմոցիան գույնի եք վերածում, չէ՞ այդպես եք նկարում այդ Որտեղ կյանքը սկզբունքով։ գույները կյանքում շատ է, նաեւ քաղաքականության մեջ։ Մարդիկ միշտ տարբերակում են սևը եւ սպիտակը, չէ՞, հիմնականում, որ ասում են շախմատի խաղատախտակի վրա սևը սպիտակը, բայց կյանքը ինքը բազմագույն է եւ բազմաշերտ է եւ ամեն գույներից է կախված, նույնիսկ մի գույնն է բազմաթիվ երանգներ ստանում, եթե պրոֆեսիոնալների ձեռքում է լինում այդ գույնը։ Շատ են զարմանում, որ դուք նկարում եք Ոչ մեկ այդպիսի չգիտի, ես առաջ անգամ ասում։ ընդհանրապես Սա ոչ մեկ։ էքսկլյուզիվ բան եմ ձեզ ասում։ Որևէ նույնիսկ մեր կուսակցություն շատ մարդ կա, չգիտեն առաջ անգամ ձեզ։ Հարցրես ինչ նկարները, չէ՞։ Հա, ոչ մեկ չի Ոչ հարցրել։ մեկ, գիտեն արել ենք դիտել։ Իսկ ինչ եք թաքցնում եք։ Չեք թաքցնում, առանձնապես չեմ Հարցնող գովազդում ինձ, հա։ Ուղղակի արդից օգտվելով ձեզ պատմեցի այդքան բան, ամեր ոնց ասում եմ, հերոստատիտողները կիմանան։ Շնորհակալություն։ Այ հիմա գնանք տեսնենք էլ ինչ կա այստեղ։ Բաբայ, մենք ուզում ենք ձեր աշխատասենյակում նկարենք, բայց հասկացանք այնքան փոքր է, որ չենք տեղավորվի ֆիզիկապես մեկով։ Ինչի՞ այդքան փոքր ձեր աշխատասենյակը։ Նախ ասեմ ձեզ, որ սա, ինչպես ասացի, մեր գրասենյակներից մեկն է։ Նենց չի, որ մյուս գրասենյակում շատ մեծ է իմ աշխատասենյակը, բայց քան որ ելի եմ կրկնում, մենք նախընտրական բանի մեջ ենք, հա, ասենց աժիոտաժի։ Ես միշտ ճիշտ եմ համարել, որ այդ ընթացքում ես անձամբ իմ աշխատասենյակը այսքան չի գործում, ես չեմ նստում ինչ-որ կոնկրետ հստակ ստատիկ ինչ-որ տեղում եւ իմ աշխատասենյակներում միշտ իմ օգնականները կամ մեր կուսակցականներն են զբաղվում արդեն այդ հարցերով։ Ես ընդհանրապես տես սովորություն չունեմ կաբինետներ ֆետիշացնելու, տենց ինչ-որ արձանիկներ բան դնելու, տենց նստելու այնտեղ մարդ ընդունելու, ամենտեղ ես լինում եմ, անհատ շարժի մեջ եմ եւ երևի ահագին ժամանակա, որ այդ վիճակում եմ, ու նամանավանդ հիմա բնականաբար տենց է լինելու է, այդտեղ հիմնականում լինելու են հանդիպումների մարզերում, Երևանում, այսինքն իմաստ չկա տենց հատուկ կահավորել եւ այդտեղ պահել այդ նշանակության, հա, ոնց որ առանձնասենյակը, կարծում դեռ կհասցնեմ տենց։ Հասկացա։ Իսկ քանի գրասենյակ ունեք։ 3 3։ Այո։ Հա, ինձ թվաց ինքն ավելի շատ է, Չէ, տենց շատ տպավորություն է։ Շատ դեռևս չկա այդքան շատ, բայց Հասկացա։ հույսով եմ կունենանք։ Իսկ սա մենք որտեղ ենք, այս Սա ինչ սրա։ կենտրոն, սա մեր աշխատակազմի սրան է, այդտեղ քննարկումներ են տեղի Ամեն տեղ է ունենում, տեղի ունենում։ այո, Հա, աշխատակազմը հավաքվում է, երեկոյան վարչության նիստեր են լինում, քննարկումներ, տարբեր բաներ մի խոսքով։ Ու խոհանոց։ Միանշանակ։ Ինչ որ բան պատրաստում եք այնտեղ Չեք ազգում, հա։ պատրաստում, բայց սուրճ եւ մնացածը Սուրճ եւ միշտ պետքա լինի, որ մարդիկ կոմֆորտի մեջ լինեն, քանի որ եթե աշխատում են, գոնե սուրճը պետքա անպայման լինի։ Ուսած կենտրոնում է սրահի քարտեզն է, Դե աշխարհի քարտեզն է, որ ռուսերենով, բայց դե հայ ասել։ Հա, Ռուսերեն տարբերակն է, հա, հասկացա։ հատուկ միտումներ չկա դրա մեջ։ Այս քարտեզը ինչ խոհա ձեզ օգնում, ինչ է տալիս աշխատանքի ժամանակ։ Գիտեք, երբ որ անդադ տեսնում եք աշխարհը, ու աշխարհի քարտեզը, դուք պատկերացնում եք, որ դուք աշխարհի նախ կենտրոնում եք գտնվում, հա, քարտեզի։ Ու ինչքան փոքր է այսօր աշխարհը, որ մենք կարող ենք, Բայց մենք ինչքան փոքր ենք, ինչ որ կոմպլեքսներ առաջացնում, երբ որ Նաև սենսը աշխարհ, գիտեք, այո, աշխարհն էլ է փոքր դարձել, Հա, հիմա, երբ որ կա ինտերնետ, կա ավելի զարգացած կոմունիկացիաներ, աշխարհը շատ է փոքրացել։ Բայց նաև Հայաստանն է շատ փոքր եւ մենք պետքա սա հասկանանք, թե ինչ ենք անելու ինչ ենք անելու, որ այս փոքրը կարողանանք պահել, դիմակայել այս գազան տարածաշրջանում, որտեղ տեսնում եք ինչ իրադարձություններ են տեղի ունենում, սա պետք է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կուսակցական միշտ իմանա, որ այս փոքր հողի համար, փոքր տարածքի համար այս երկիր մոլորակում մեր ազգը ինչքան ջանք ու եռանդ պետք է դնի, որ այս ջունգլիների, հա, ասենց ասեմ, աշխարհում մենք կարողանանք խաղաղ մեր լեռներում ապրենք։ Իսկ կա այս քարտեզի մի հատ կետ, որ մեկ-մեկ նայում եք, ասում եք, այս ամեն ինչը թողնեմ, գնամ այդ Ես շատ սիրում եմ ճանապարհորդել, ասեմ ձեզ, որ շատ երկրներում եմ եղել աշխարհի, նույնիսկ ուզում եմ ինչ-որ մի հատ բան կա տենց, տեսել եմ, որ էլի տենց քարտեզ է, որ դե եղել ես, ինչ-որ նշվում է, դու անդադար տեսնում ես, դրանից եմ ուզում իմջալոց ունենամ, այս վերջերս մտքովս անցել է, բայց
Այտենց տեղ, որ ասեմ, վայ թողեմ գնամ այդտեղ, ես նույնիսկ եթե այդքան սիրելով ճանապարհորդել, եթե գնում եմ, հավատացեք, մի քանի օր հետո ես մեկը կարոտում եմ Երևան, այսինքն ես ինձ չեմ պատկերացնում, որ ես կարող եմ գնալ ուրիշ երկրում ապրել, դա բացառիկ։ Չէ, լավ, մշտական չէ, բայց այն որ մի ամսով, Մի ամիսն էլ է շատ մեր ջան, 10 օր, 10 օր։ ես ուզում եմ կետ, 10 օր, այ որն է այդ կետը, Դե հետաքրքիր է։ Որտեղ օրինակ Չինաստանում չեմ եղել, շատ կուզենամ Չինաստանում լինեմ։ Իսկ sense ինչ-որ կտրված կղզի, ինչ-որ Չէ, այդտեղ հաստատ չեմ ուզում, նա իմաստը որն է։ Նստեղ էլ որտեղ հետաքրքիր է, այդտեղ կարծում եմ այդ էքստրեմի սիրահարները արժանացին են։ Բրազիլիա էլ չեմ եղել, կարելի է փորձել տեսնել ինչ կա այնտեղ, հետաքրքիր երկրներ շատ կան։ Այստեղ ձեր կպալներից չկան, բայց կա ձեր դիպլոմա։ Այո, Ինչ դիպլոմա։ սա իմ դիպլոմներից մեկն է, որը հատուկ նշանակություն եմ տալի ինչի համար, որովհետև առաջին անգամ Հայաստանի երիտասարդության պատվիրակությունն եմ ղեկավարել համար ռուսաստանյան համաշխարհային ճամբարի երիտասարդական, որտեղ մասնակցում էին աշխարհի բոլոր երկրներից, այն ժամանակ sense վիճակ չկար։ Իսկ ինչ էր կատարվում։ Ես պատվիրակության ղեկավարն եմ, այնտեղ Սելիգեր ռուսաստանյան համաշխարհային ֆորում կար այն ժամանակ, դա միավորում էր աշխարհի երիտասարդությանը անտառներում, Ռուսաստանի անտառներում, Մոսկվայի մոտակայքում կան լկալիչ կոչվում է Սելիգեր եւ այդ լճի կողքը վրանային քաղաք էր կառուցվում ամեն տարի ամռանը, բավականին մեծ, մի քանի հազար երիտասարդների համար ամբողջ աշխարհից, սկսած Լատինական Ամերիկայից, վերջացած Աֆրիկայից, այդ թվում Հայաստանը առաջի անգամ ես եմ կազմակերպել ու ոնց որ ասած մեր երիտասարդությանը 2 տարի տարել եմ այնտեղ, բավականին հետաքրքիր էր, միջազգային շփումներ եւ այլը ու մեր թիմակիցների մեծ մասը կարելի է ասել հենց կոփվել են այդ ճամբարներում երիտասարդական այդ վրանային քաղաքներում դիպլոմ ինչի համար եք ստացել, որպես կազմակերպիչ բարձր մակարդակով, այդ որտեղ գիտեք այնտեղ բավականին լուրջ կարգապահություն պետք է լիներ, դե պատկերացնում եք խմիչք արգելվում է, մի խոսքով շատ իսկ որ արգելված էր, բայց չէ, ես ձեզ ասեմ, իրականում արգելված էր ու շատ խիստ էր, անվտանգություն գոյություն ուներ, որը նույնիսկ օտար մարդ չէր կարող մտնել, նույնիսկ մարդիկ, ովքեր դե մտածում էին գնան այնտեղ անվտանգ կլինի, այդ անտառում բանն է, բայց վստահորեն կարող եմ ասել Երևանի կենտրոնից անվտանգ էր էլի այնտեղ, նույնիսկ այդ անտառային պայմաններում։ Քանի օքեյ այստեղ լինում միաժամանակ, ամենաշատը։ Միաժամանակ 10-15-20 ամենաշատը, եթե լինում ենք կանվենք հավե, թե չէ միշտ մարդիկ կան, արդեն առօրյա աշխատանք։ Քննարկումներ դուք եք ղեկավարում մոդերատորը դուք եք, թե նաև թողնում եք։ Ես ավելի շատ թողնում եմ ուրիշների վրա, քանի որ մեր մոտ տենց անձի պաշտամունք չկա մեր կուսակցությունում։ Դե անձի պաշտամունքը չէ, բայց ինչ որ մեկը պետք է process-ը Դե ղեկավարի։ մարդիկ կան, իհարկե, իրանք են անում շատ անգամ, որ ես չեմ լինում, բայց եթե կարևոր բաներ ա լինում, հիմա արդեն որ այս սետափն ա սկսվում, հիմնական ես եմ։ Վերջ անգամ երբ եք ջղայնացել ձեր կուսակիցների վրա։ Ամեն օր։ Ինչի համար։ Լինում է էլի դեպքեր։ Դե ամեն օր ուրեմն շատ բաներից եք ջղայնում, եթե ամեն օր։ Պրիմիտիվ օրինակ կարող եմ բերել, հիմա կուսակցություն են, տարբեր մարդիկ են, տարբեր մտածելակերպերի, բայց օրինակ մեր կուսակցության համար, նայեք, ես ինքս այդ ձև եմ եղել եւ այսօր շարունակում եմ, անընդունելի է։ Լինում են դեպքեր, երբ որ մարդիկ ընդհանրապես ունեն սովորություն ծանր տանելու քննադատությունները։ Քաղաքականության մեջ ես գտնում եմ, որ մարդ պետքա սովոր լինի քննադատություններին։ Այսինքն, եթե քո մասին ինչ-որ վատ բան են ասում, անկողն չի դու մարդուն վիրավոր ես։ Նույնիսկ վիրավորանքների դեպքում շատ անգամ պետքա բան այնտեղ չտնել, որովհետև եթե դու տենց ընկնես ամեն մեկի ասածի հետևից, նմանդ համացանցային ես վիճակում, հա, ասենք քո գործերը պետքա թողես, մտածես ով ինչ խոսած քո մասին, հա։ Եվ ինձ հիմնականում ջղայնացնում են այն մեր կուսակցականները, ովքեր չեն կարողանում իրենց տիրապետել, ընկնում են ինչ-որ տենց կոմենտներում, ասենք, լեզվակռիվ բան, հա, գիտեք, լեզվակռիվը հենց էլի նորմալ է, բայց լինում է դեպքեր, երբ որ այդ բոլոր քաղաքական քննարկումները վերածվում են անձնական քննարկումների, անձնական դաշտում, դա իմ համար անընդունելի է։ Քանի որ սա քաղաքականություն է, քաղաքականության մեջ կան կանոններ, այդ կանոնները մենք բոլորս պետք է հարգենք։ Եթե մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, ուրեմն զբաղվում ենք քաղաքականությամբ, եթե ուրիշ բաներով, ուրեմն այստեղ գործ չունենք։ Այսա ջղայնությունը ո՞նց է դրսևորվում, ինչ եք անում։ Դե
կարող եմ երկու հատ նախատեմ էլի ինչ պետք է լինի։ Այսինքն հետաքրքիր է էլի դա Դե կարող էմոցիաների եմ պայն։ կուսակցական իրենց պաշտոններից, կարող են կթափես հեռացնել կուսակցությունից։ Հա։ Դե եթե նես բան անի, որ իրոք անընդունելի է, տեղում կհեռացնենք։ Ձեր կուսակցության լոգոյի հետ կապված, Այո։ ամեն աշկին գնող լոգոներից է մեր կուսակցական աշխարհում։ Եթե կարելի է այդպես ասել, ոնց է ստեղծվել այս ԱՊ։ Լոգոն ստեղծվել է 16 թվականին, մեր կուսակցությունը ստեղծվել է 16-ին, այս տարի 10-ամյակն է կուսակցության ստեղծման։ Լոգոն խորհրդանշում է նախ ձախ ձեռի ափը, Հա։ քանի որ ինչի ձախ, որովհետև ձախ խորհրդանշում է նաև սիրտը, այսինքն արդարությունը, ազնվությունը, եւ շատ անգամ երդվելուց, ինչքան գիտեմ, ձախով են, չէ՞, երդվում։ Եվ նաև խորհրդանշում է ազատություն, արդարություն, բաց, այսինքն բաց ափը ինչ է, երբ որ մարդ բաց ափը ցույց է տալի, դա ազատ եւ արդար բանն է, եւ նաեւ երագույն դրոշն է խորհրդանշում այդ ափում, այսինքն Հայաստանի Հանրապետության ընդհանուր պատկերը, ընդհանուր մեր խորհրդանիշը բաց արդար ձեռքի մեջ, որը նաեւ պետք է կանգնացնի որպես եթե նկատել եք, նաև կա էմբլեմներ, որտեղ ստոպի նշաններ են լինում նման ձևով ձեռքով։ Հա։ Հա, նաև ինքը, որը պետք է կանգնացնի Հայաստանի դեմ իրականացվող այն մարտահրավերներն ու խնդիրները ու բաները, որը գալիս է մեր դեմ։ Ահագին կոնցեպտ կա։ Այո, այսինքն ինքը ոնց որ կանգնացնող նաև բան ունի, սթափեցնող, եւ բայց ամենակարևորը ես իմ կարծիքն է, դա ազատությունն է եւ արդարությունն է։ Ձեր ձեռքից է արած Այո, նկարը, հա։ Ինչքան հիշում եմ գլխավորում այո, բայց հետո չգիտեմ։ Իսկ ոնց է process-ը եղել։ Բե էսքիզ եմ վերցնում էլի։ Հա։ Ձերքի, այսինքն չեք որևէ տեղ դաջել։ Չէ, տենց բան ներքով բանով, որ ասած դեռևս չէ, եթե հաջողվի մեր կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում, այսինքն մենք մոտ գործենք ազգային ժողով որպես արդեն ռեֆորմիստներ, անպայման ինչ որ մի տեղում մենք այդ ֆիքսելու ենք մեր հաղթանակը եւ այդ ձեռքը հավերժ կմնա ինչ որ միտեղ։ Ես չգիտեմ հիմա մեր հերոստատիվներին լսվում է թե չէ, բայց ձեր վերևի հարևանները բավականին հիմա աղմուկ են անում։ Աչքուժ են։ Հա, ինչ հարաբերությունների մեջ եք եւ ինչ հարևաններ են Կա վերևը։ բացարձակ տենց առանձնապես հարաբերություն, այստեղ խանութներ է, Խանութները չեն խանգարում, չի եղել որ գնաք որպես հարևան, ասեք մի քիչ կամացելի չէ, գործ ենք մենք անում։ մենք տենց խնդիր չունենք, մենք առանձնապես ավելի շատ կավաշոխուր անենք, քան իրենք եթե պետք լինի։ Հասկացա։ Դուք պատմեցիք, որ գնացել եք ճամբար, ուսանողական եւ այլն, եւ ձեր կենսագրության մեջ էլ նախ դուք մասնագիտությամբ պատմաշխարհագրագետ։ Այո։ Այդ ինչու է տարբերվում պատմաբանից Չէ, եւ նայեք, աշխարհագրագետից։ Իրականում ես ավարտել եմ պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի, Հա։ պատմության եւ իրավագիտության բաժին, ես աշխարհագետ չեմ, Ձեր աշխարհագետ։ կենսագրությունը ո՞ւս է գրած։ Իմ կենսագրության մեջ գրված է, որ ֆակուլտետն եմ ավարտել։ Հա, բայց իրականում այդ ֆակուլտետն էր տենց կոչվում, Հա, ձեր մասնագիտությունը, բայց ես պատմության գծով եմ էլի ավաշատ, որտեղ այնտեղ երկու բաժին կար՝ պատմություն եւ իրավագիտություն եւ աշխարհագրություն։ Հա, հասկացա։ Եվ ինչ եմ ուզում հարցնել, ձեր այդ նույն կենսագրության մեջ դուք հենց ուսանողական առաջ տարիներից այսպես ասած թեմայի մեջ եք։ Տարիներ է։ Ուս խորհուրդներ եւ այլն Ինձ եւ ուզում այլն։ են համասանց հեռացնեն իմ ակտիվության համար։ Ինձ ուս Այսինքն խորհրդից մի րոպե, ինչ ակտիվության մասին է խոսքը։ 2000 թվականին այն ժամանակ հիմիկվա ժամանակները չէին, ուսանողության թոշակները եւ դասախոսների աշխատավարձները ամիսներով չէր տալի կառավարությունը։ Խնդիրներ էր։ Եվ երբ որ ես ընտրվեցի ուսանողական խորհրդի նախագահ, իմ առջև այդ հարցերը դրվեց, իհարկե ես չէի պատրաստվում ինչ որ բաների մեջ տենց ակտիվ մտնելու այդ этаպում, որովհետեւ դե ուսանող էի, երկրորդ կուրս, այդ ուսանողական կյանքն էի ավելի շատ ուզում կազմակերպել։ Մտքերս կարծեցիք այդ հարցը Եվ դրանից հետո այդ որ արդեն ասենց ասեմ բունտ էր ուսանողական բարձրանում, ես առաջարկեցի, որ որպեսզի այդ բունտը ավելի ռեալ լինի եւ ավելի նպատակային, ուսանողությանը կազմակերպեցի գնալ կառավարության շենքի առաջ եւ բան անել, ցույց անել, պահանջել կառավարությունից, որ թոշակներ 6 ամիս ուսանողները թոշակ չեն ստացել, այդ թվում մեր բուհի դասախոսները։ Երբ որ ես դա կազմակերպեցի, դա շատ արագ տեղի ունեցավ, մի քանի հազար ուսանող հավաքվեց կառավարության շենքի առջև եւ մենք պահանջում էինք վարչապետի հետ հանդիպում։ Այդ ժամանակ Անդրանիկ Մարգարյանն էր վարչապետը։ Բնականաբար մենք հանդիպեցինք այնտեղ, մեզ խոստացվեց, որ այդ հարցը կլուծի, որտեղ ահավոր մեծ քանակության ուսանողություն էր հավաքվել։
Վերադառնալուն պես համասարան դե մոտիկա չէ, դե 2 մետր է բան, ես հասկացա, որ շուտ բնձավ հետաքրքրվում է եւ այլն, ու տենց սկսվեց կինոն, հաջորդ օրը դասի նստած իմ համար գնացել եմ դասի, ինչ որ չանիշ դաս է, մեկ էլ դուրը բացում են Լյուդիվ Չորլիմի նման սեթ հասցումներով, սև գալստուկներով 2 հոգի, ասում են Բաբայան Վահանովով է, դասախոսից գույնը փախնում է, ասում է ինքն է, ասում են դու ես Բաբայան Վահանը, բարի ազգային անվտանգություն։ Որ ասում ես ինչ ա եղել։ Ես ինչ հարց է։ Տարանից դեկանատ, բա դեկանի մոտ, բա ես ինչ անում ձեր ուսանողը, ես բան անում, ինչ խնդիրներ ա առաջացել, բան, հա։ Նույն այնտեղ մի խոսքով դեկանը ու ռեկտորատը որոշեցին, որ ես հակաուսանողական գործունեություն եմ ծավալում եւ դրա համար ինձ պետք է հեռացնեն համասարանից եւ ուսխորհրդից։ Նո սկզբից ուսխորհրդից, հետո համասարանից, հետո ժողով հատուկ հրավիրվեց այդտեղ այդ արմիության, չգիտեմ ինչի, որ ոնց կարելի էր նման քայլ կատարել, բան վերկանալ ուսանողության հարցերը բարեսել, ասի դե Ժորժ, եթե ուսանողության հարցեր բարձրացնելը պահանջելը դա հակաուսանողական քայլ է, ուրեմն ես այլևս չեմ էլ ուզում զբաղվեմ ուսանողական խորհրդի հարցերով, ես դուրս եկա այդ ուսանողական խորհրդից, ինստիտուտից չհեռացրեցին, ես այդտեղից դուրս եկա, ու դրանից հետո տենց արդեն ինքս իմ մեջ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ ու հնարավորության դեպքում փոխել մեր երկիրը, որ մեր երկիրը այդ վիճակում չլինի։ Այ հարցս էս դրա մասն էր, բայց շատ հետաքրքիր պատմություն էր։ Ես էլ երբ որ ուսանող էի, միշտ ճիշտ ասած զարմանում էի այն իմ գործընկեր այլ ուսանողների վրա, ովքեր, չգիտեմ, մենք այդ ուսանողական կյանքով էինք ապրում եւ այլն, իրանք արդեն sense ուսխորհուրդներ, դեկանատում ինչ որ գործեր, բան եւ այլն, ասես շավես ունես էլի, այդ ամեն ինչը զենք, հա, դե ամենալավ տարիներն են։ Ես ասեմ, որ մենք չեմ ասում չսովորել, ես ասեմ, այդ տարիների ուսանողական խորհուրդները իրանք իրոք ինքնակառավարման մարմիններ էին ու այդ անկախությունը շատ կոտրվեց հետո վերջում, որովհետև իրանք այդ որ ասում եք ուսանողական կյանք, ասենք մենք այնց ուսանողական կյանք ենք կազմակերպում մեր ուսանողների համար, որ հաստատ հիշելու բաներ շատ ունենք, էլի, սկսած ասենք այն ժամանակ դիսկոտեկաներ բաներ, ամեն ինչ արել ենք մի խոսքով, այսինքն տենց ինչ որ գիտաժողովներ չենք արել, էլի մենակ ռեալ լինենք, բայց կար խիստ վերահսկողություն եւ տեսեք, ասենք այտենց հարցը, այդ հարցը նախ ինձ հիասթափացրեց շատ հարցերից, բայց նաեւ ինձ տվեց մեծ բան, ցանկություն, մոտիվացիա քաղաքականություն։ Ու հիմա ոնց որ ասում եմ, այսքան 20 տարի անցել է, 20 տարուց ավել, ես որ ասում եմ քաղաքականության մեջ եմ ու իմ նպատակներից չեմ հրաժարվել, որպեսզի կարողանամ ստեղծեմ այն ձևի իրականություն ու իմ պատկերացումներով կարողանամ այս պետությունը փոխել։ Դիսկոտեկ ասացիք, նկարչությունը հասկացանք, երբ ազատ եք լինում, նկարում եք, էլ ինչ զբաղմունքներ ունեք կուսակցական գործունեությունից դուրս, որ կարող զարմանան։ Դե զարմանալու չեմ կարծում, հիմա տենց կզարմացնեմ ձեզ, խորոված անել եմ սիրում, ինքս իմ ձեռքով պատրաստում եմ շատ անգամ, ընտանիքիս հետ, ընկերներիս հետ։ Ով որ շեշտում է, որ ինքը խորոված անել է սիրում, միշտ ունենում է բաստուրում է որ յուրահատուկ մաղադրատոմս։ Բա յուրահատուկ բան չկա, կարծում եմ պետք է գախնիկ դիլի, լավ սեր եւ բան նվիրում այդ գործին։ Չորրեհանը բա։ Չէ, չեմ կարծում, բացառված է։ Աղու բիբար ու վсё։ Մենակ աղու բիբար, մի րոպե խոսքը ինչ մսի մասին։ Խոզի։ Խոզիմզի մենակ Աղու բիբար եւ սոխ։ Հա, հասկացա։ Ու անպայման ամենակարևորը մի քիչ պետքա մնա, էլի։ Հա, դա այդ բարձ է։ Խորոված էլ։ Տենց բան չունեմ, որ ասեմ դες ժամանակ չունեմ պրոստը որ մտածեմ այդ ուղղությամբ, եթե հասցնեմ ինչ-որ մի բան անեմ, իմ ընտանիքիս հետ եմ անցկացնում ժամանակը, եթե հասցնեմ։ Ասկան տենց նո կարող է տեն տարիներին ավելի երիտասարդ տարիներին ինչ-որ բաներ անում էինք, ավելի հետաքրքիր։ Այս պահին չեմ կարող տենց զարմացնել, անկեղծ ասած, նենց ոնց որ բոլորը դե։ Հասկացա։ Պարոն Բաբայան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես մեկ-մեկ այդ հարցը տալիս եմ, բայց դուք խոսքի մեջ էլ ասացիք, որ կուսակցությունից կհեռացնեք, եթե չհավատացխանի։ Իսկ որպես վերջում, ամենակարևոր հատկանիշը, որ մարդ պետք է անենա, որ իրեն ընդունեք կուսակցություն։ Հայրենասիրություն եւ ազնվություն։ Ազնվությունը դե կարելի է շուտով չափել, իսկ հայրենասիրությունը ոնց է չափել։ Դե թե մի մարդ օրինակ ասում է, որ ինքը ուզում է green card ստանա եւ փախնի Հայաստանից, որտեվ ապագա ստեղ չկա, այդ մարդը զես հայրենասեր է։ Կամ մի մարդ, ով որ պատրաստ է պաշտոններ զբաղացնի մենակ նրա համար, որ անձնական կյանքը բարելավի եւ բիզնեսմեն դառնա կամ չգիտեմ գույք ձեռք բերի, այդ մարդը հայրենասեր է։
Իմ կարծիքով Պատկերացնում մարդ, որ գանց ուղի խոստովանի, որ ինքը դրա համար է ուզում պաշտպանել։ բայց երևում է այլ մարդկանցից ով ինչի համար է գալի։ Մարդը գալիս է գաղափարի համար, մարդը գալիս է փողի համար, մարդը գալիս է պաշտոնի համար, մարդ էլ կա գալիս է, որ հարգում է քեզ որպես քո ընկեր, ուզում է քո կողքը լինի քո դժվար ժամանակներում։ Իսկ քաղաքականությունը դա դժվար ժամանակներ է ամեն դեպքում բոլորի համար։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։